Երեկո խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում զրուցելու ենք ելք դաշի ինքը ներկայացնող Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել եք հարցազրույցի։ Դուք ասում եք ելք կա, իսկ մյուսներն ինչ են ասում, որ չկա։ Բոլորի ասածն էլ դրա վերաբերյալ է, վերաբերում է նրան, որ ելք կա։ Հիմա որ կողմում է ձեր պատկերացրած ելքը, որ կողմով է ձեր պատկերացրած ելքը եւ որ իրավիճակից մասնավորաբար։ Իրականում մենք ներկայացրել ենք ծրագիր, որը որ յուրաքանչյուր ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկում է ելք, բայց որպեսզի ընդհանրացնեմ, պետք է ասեմ մենք ինչ նկատի ունենք։ Մենք նկատի ունենք եղած համակարգից ելք կա։ Եվ ես չեմ կարծում, որ մյուս ուժերը կամ բոլորը ասում են, որ ելք կա, որովհետև տեսեք, օրինակ 2 օր առաջ մենք քննադատվեցինք, հա, ինչ որ տանիքներով անցնելու ելք կա հայտարարելու գոռալու համար, եւ եթե մեզ քննադատում են, ուրեմն նկատի ունեն, որ ելք չկա, այլապես ելք կայի ինչն են քննադատում, ասում են ելք չկա, մենք ասում ենք ելք կա, եւ մենք ենք ասում ելք կա։ Լավ, կոնգրեսը ջանասիրաբար խաղաղություն է քարոզում, վստահաբար նկատած կլինեք։ Դուք ինչ եք պատկերացնում խաղաղություն ասելու տակ, որն է ձեր պատկերացրած խաղաղությունը, ձեր պատկերացմամբ որն է այն գինը, որ պատրաստ եք վճարել հանուն խաղաղության, մեր բոլորիս փոխարեն։ Մենք խաղաղության տակ հասկանում ենք հզոր տնտեսություն, հզոր բանակ, այնպիսի տնտեսություն, որի վրա կարող է հենվել պատերազմի պատրաստ բանակ եւ այնպիսի փոփոխություններ Հայաստանում, որի արդյունքում Հայաստան կսկսվի շատ մեծ ներգաղթ եւ ոչ թե կունենանք այնքան արտագաղթ, որը որ ունենք։ Խաղաղության մեր բանաձևը սա է։ Մենք չենք կարծում, որ խաղաղության համար մենք պետք է գնանք այն ճանապարհով, որը կարող է բերել ավելի մեծ պատերազմի, այլ որ նշեցիք Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, դա ըստ էության մեծ պատերազմի տանող ճանապարհ, որովհետև բանաձևն ինչի մասին է։ Շատ կարճ, որքանով որ բանաձևը ներկայացվում է եւ որքանով որ այն հիմնական ուղերձը կա, ասում են զիջենք, որ խաղաղություն լինի։ Ես երկրորդ հարցն է առաջանում։ Այդ բանաձևի տրամաբանությամբ արդյոք ամեն անգամ որ վտանգ լինի պատերազմի, պետք է մի բան զիջենք։ Վերջում ինչ կմնա Հայաստանից։ Այսինքն մենք այդ տրամաբանության մեջ ընդհանրապես չենք մտնում եւ մենք ասում ենք հետեւյալը. քանի դեռ Ադրբեջանը պահում է իրեն այնպես ինչպես պահում է, օրինակ ադրբեջանական բանակը պատերազում է իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության կանոններով, մեր զինվորների գլխատման գնով, հա, քանի Ադրբեջանի իշխանությունը բաղկացած է օրինակ երկրի նախագահից եւ նախագահի տիկնոջից, նախագահն ու փոխնախագահը, քանի դեռ այդ երկիրը նման հռետորաբանություն եւ ագրեսիվ ռազմական քաղաքականություն է վարում եւ քանի դեռ մեր եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական բալանսը հավասարեցված չէ գոնե, մենք որևէ փոխզիջումային ծրագրի դեմ ենք եւ գտնում ենք, որ դա հղի ավելի մեծ պատերազմով եւ գտնում ենք, որ խնդրի լուծման, կարգավորման բանալին դա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ է, հզորության մեջ է։ Պետք է շատ արագ, մենք բավականին երկար ժամանակ ենք կորցրել, պետք է շատ արագ այդ խախտված բալանսը վերականգնել։ Քաղաքական ուժեր կան եւ մասնավորաբար նաեւ ՀԱԿ-ը, առաջին հերթին ՀԱԿ-ը գտնում է, որ խնդիրների խնդիրն է դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է եւ մնացած բոլոր, այդ թվում մասնավորաբար տնտեսական հարցերի լուծումը ածանցյալ են Ղարաբաղյան խնդրի լուծումից։ Դուք այդպես չեք կարծում։ Մենք այդպես չենք կարծում եւ մենք գտնում ենք, որ ամեն բան կապել Արցախի հիմնախնդրի չկարգավորված լինելու հետ դա անարդար է եւ ես օրինակներով կարող եմ ասել։ Օրինակ ինչպես է լինում, որ տարեկան 40 միլիոն դոլարի գազի կորուստ ունենք։ Կարող է Արցախյան հիմնախնդիր նախանգարում նորմալ կառավարում ունենալ, այդ գազի կորուստը մեծ հաշվով չունենալ կամ չգողանալ այդ գազը հետո չուղարկել գազալցակայաններ, այսինքն խնդիրներ կան, կոռուպցիա, անհավասարություններ տնտեսական, երբ որ Հայաստան չեն թողնում կերոսին ներմուծվի, արդյոք դա կապ ունի Արցախի հիմնախնդրի հետ։ Մենք ասում ենք հետեւյալը. այո, Հայաստանը ծով չունի, դա օբյեկտիվ իրականություն է։ Այո, Հայաստանը ունի փակ սահման Թուրքիայի հետ, դա էլ է օբյեկտիվ իրականություն։ Այո, կա Լեռնային Ղարաբաղի չկարգավորված կոնֆլիկտ, բայց ամեն բան կապել երկիրը չզարգացնելու, այս ամեն ինչը արդարացնել դրանով, դա մեզ համար անընդունելի է։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ մարդիկ կան, որոնք որ տեսլական չունեն Հայաստանի մասին, զարգացող տեսլական չունեն։ Այդ զիջումներ, այդ խոսակցությունները ինչի մասին է։ Օրինակ, երբ որ Ադրբեջանում ես իմանայի գոնե մեկ քաղաքական գործիչ,
որը զիջումների մասին խոսեր, միգուցե մի քիչ նորմալ վերաբերվեի։ Բայց երբ որ այդ երկրում որևէ մեկը զիջումներից չի խոսում, Հայաստանում զիջումների մասին ինչի համար են խոսում, այդ թվում եւ ընդդիմության եւ իշխանության թևերից։ Դա մեզ համար անընդունելի է, մենք չենք տեսնում այս ճանապարհը որպես Հայաստանի ապագայի համար կարևոր ճանապարհ եւ մենք գտնում ենք, որ Հայաստանի ապագան դա հզոր, արդիականացված, ռազմական արդյունաբերության վրա հենված Հայաստանն է, որ այո կարող է իր շահերը պաշտպանել եւ դա կբերի խաղաղության եւ ոչ թե զիջումների մասին խոսակցություններն ու դեբատները։ Առաջին ընդդիմադիր դաշինքի մասին հայտարարեցիք դուք, ելք դաշինքի ներկայացուցիչները։ Որն էր պատճառը կամ նպատակը, որ շտապեցիք կամ միգուցե մյուսները ուշացան, չգիտեմ, հիմա կբացատրեք դուք, միգուցե ուժեր կային, որ ուզում էին միանալ կամ ընդգրկված լինեին ձեր դաշինքում, դուք այսպես ֆիքսեցիք ձեր եռյակի դաշինքը եւ վերջ։ Բավարարությունը համենայն դեպս այդպեսին էր։ Քննադատություն եղել է այս մասով, բայց եկեք նայենք process-ին։ Process-ը սկսվել է 4 ուժերով սկսել ենք բանակցություններ, եւ 4 ուժերից մեկը, Ժառանգություն կուսակցությունը, չի շարունակել բանակցությունները եւ այլ վայրում է հանգրվանել իր բանակցություններով։ Եվ 3 ուժերով մենք ստորագրել ենք հուշագիր եւ հայտարարել ենք, որ հուշագիրը բաց է ստորագրման համար։ Այն ուժերը, որոնք որ ցանկություն ունեն ելք դաշինքի կազմում ներգրաված լինել, եթե ընդունում են այդ հուշագիրը, կարող են միանալ, որովհետև գիտեք, մեզ անընդհատ ասում էին, սպասեք, հիմա լայն կոնսոլիդացիա է լինելու բան, եւ մենք անընդհատ մեր քննարկումները հետաձգում ենք։ Արդյոք դա նախապայմանի նման չէ, ահա, կա, ով համամիտ է, եկեք շարադրենք։ Այսինքն 4 ուժերով քննարկված հուշագիր է, որը վերջում 3 ուժեր քննարկել վերջնականացրել եւ ստորագրել են, եւ մենք ասել ենք, որ մենք բաց ենք, բայց գիտեք, ամեն մի քաղաքական միավոր չէ, որ այն ծրագրերը, որ մենք որդեգրել ենք կամ այն մոտեցումները, որ մենք որդեգրել ենք, պատրաստ են դրան միանալ։ Արդեն առաջին օրինակը տեսեք դուք ներկայացրեցիք։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսը այլ մոտեցում ունի Արցախի խնդրի կարգավորման հարցում։ Եվ ընդհանրապես ամբողջ քարոզարշավը իրենք կառուցել են դրա վրա, որը որ ես կարծում եմ սխալ ստրատեգիա է եւ այսօրվա եղած հարցումները դա ցույց է տալիս։ Հարցումներից խոսեցիք, սոցիոլոգիական հարցումներից որոշների համաձայն դուք անցնում եք մինիմալ շեմը, ըստ որոշ հարցումների էլ դուք դա չեք հաղթահարում։ Դուք ձեզ համար առանձին ձեր ուսումնասիրությունները արդյոք անում եք թե ոչ, եւ ինչ ուժ, ինչ ազդեցություն ունեն սոցիոլոգիական հարցումներն ըստ ձեզ մեր հասարակության մեջ ընտրազանգվածի վրա։ Գիտեք, որոշակի մանիպուլատիվ նշանակություն ունեն։ Ես պետք է ասեմ, որ մենք անցնելու խնդիր ընդհանրապես չենք դրել եւ ի սկզբանե մեզ համար ակնհայտ է եղել, որ այն քաղաքական մարդկային եւ այն պոտենցիալը, որ ներդրված է, դա բավարար է, որ մենք շեմը հաղթահարենք։ Մենք շեմը հաղթահարելու համար չենք մասնակցում ընտրություններին, մենք փոփոխություններ բերելու համար ենք մասնակցում ընտրություններին եւ հարցումների հետ կապված պետք է ասեմ հետեւյալը. քաղաքացին է որոշում։ Մենք առաջին տեղում ենք, երկրորդ թե երրորդ։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրիլի 2-ին առավոտյան արթնանան, գնան ընտրական տեղամասեր, վերցնեն թիվ 1 քվեաթերթիկը, որի առաջին էջի վրա գրված է Էդմոն Մարուկյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ քվեարկեն, ասենք 50, 51, 55%-ով երկդաշինքին, մենք կընկնենք առաջին տեղ։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Հարցում են կարեբան Հայաստանում ընդդիմադիր քվեարկողների ճնշող մեծամասնությունը չի ասում ինքնում օգտինա քվեարկել։ Հիմա քանի գրոշի արժեք ունեն այդ հարցումները, որ մարդիկ չեն ասում ուղակի։ Դե վախենում են իրենց աշխատանքից ազատեն, ճնշումների ենթարկեն, չգիտեմ ինչ, ու մարծում են ասում կամ գաղտնի է, եթե ասում գաղտնի է, ուրեմն հաստատ է իշխանության քվեարկող չի, կամ էլ ասում հարապետական, հա այնքանա գնացեք, հա ինձանից հեռու մնացեք, հետո գնում է գիտի գաղտնի քվեարկությունա 2 րոպե ունի, 2 րոպեվա ընթացքում ինքը իր գործը անելու է։ Մեր հույսը այդ քաղաքացիներն են եւ մենք վստահ ենք, որ քաղաքացիները կորոշեն մեր տեղը եւ մեր տեղը երրորդ տեղը չի լինելի, ավելի առաջ կլինի։ Ինչու՞ չեք պահպանում քաղաքակիրթ բանավեճի կանոնները, որ Ծառուկյան դաշինքից ձեզ նկատողություն են անում, ավելին կոչ են անում պահպանել, դե Նայիրա Զորաբյանը կոչ է անել պահպանել քաղաքակիրթ ընտրապայքարի քարոզչության կանոնները։ Ուրեմն ես չեմ հիշում, որ ես կամ իմ գործընկերները որևէ վիրավորական արտահայտություն առանց դինենք մեր որևէ գործընկերոջ կամ քաղաքական ուժի հասցեին։ Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքի հայտարարություններին, ես կարծում եմ, որ իրենք շատ սրտնեղում են այն մեր հայտարարություններից, որը մենք ցիտում ենք Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ եթե կապանում հարցազրույց հետևել եւ ասել որ եթե մեր 15 կետեր ընդունեն, մենք կոալիցիայի մաս կկազմենք։ Մենք էլ ասում ենք սիրելի քաղաքացիներ, եթե դուք ձայն եք տալի իրենց որպես ընդդիմություն, իրենք արդեն հայտարարում են որ կոալիցիայի են գնում հանրապետականի հետ։
Հիմա եթե իրենք դրանից են նեղվել, մենք այդտեղ ոչ կորեկտ որևէ բան չենք տեսնում։ Կորեկտ ասում ենք, ցիտում ենք իրենց լիդերի խոսքերը եւ ասում ենք, որ եթե դուք որպես ընդդիմություն եք ընտրում, որպես համակարգի փոփոխություն եք ընտրում, իմացեք, որ փոփոխություն չի լինելու դրա արդյունքում համակարգի։ Համակարգը ուզում եք փոխել, քվեարկեք ելքդաշինքի օգտին։ Եվ սա նաեւ շատ կարեւոր է, որ կոնկրետ իմ համար Ծառուկյան դաշինքը չի կարող լինել այլ ընտրանք հանրապետական կուսակցության։ Ինչի՞։ Որովհետև ըստ էության իրենց մոտեցումներով ունեցած մարդկային պոտենցիալով նույնն են։ Այսինքն ես օրինակ եմ բերում, տեսեք, ընտրազանգվածները խիստ տարբեր են։ Չէ, ընտրազանգվածները տարբեր են, որովհետև ընդդիմադիր ընտրազանգվածին իրենք փորձում են տանել։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Մենք ընդդիմադիր ընտրազանգվածի համար բացահայտում ենք։ Հիմա նույնը չեն արդյոք այն մարդիկ, ովքեր մի շաբաթ առաջ հանրապետական էին, հիմա ասենք առաջադրված են Ծառուկյան դաշինքի ցուցակով։ Նույնը չեն, հիմա ասենք Գյումրիում տեսեք ովքեր են առաջադրել։ Գյումրիի նախկին քաղաքապետը, որը հանրապետական է երկար տարի։ Դե ինչ տարբերություն։ Նույնը ձեր մասին կարող են ասել։ Լոռու մարզում Սպիտակի նախկին քաղաքապետը, որը ՀՀԿ-ով առաջադրվեց պարտվեց ընտրություններում, հիմա Ծառուկյան դաշինքի падգամավորության հետքնածու։ Չէ, Արամ Զավենի Սարգսյանը, ասենք Սերժ Սարգսյանի հետ միևնույն կառավարության կազմում է։ Նույնը մեր մասին չեն Նիկոլ Փաշինյանը կոնգրեսի կազմում է եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ երբեք չի եղել։ Արամ Զավենի Սարգսյանը չեմ եղել։ Արամ Զավենի Սարգսյանը հոկտեմբերի 20-ից հետո բավականին տարբեր խմբերի խնդրանքով համաձայնել է լինել վարչապետ, որտեղ գիտեք ինչ պատերազմական վիճակ է եղել երկրում, ես նկատում եմ ներքին ներքաղաքական, եւ մարդը համաձայնվել գնացել է այդ լարված մթնոլորտը թույլատրել է, բայց ասել որ մենք էլ ունենք մարդիկ, ովքեր ՀՀԿ-ից դուրս են եկել մեր մոտով առաջադրվել, ես բնականաբար համաձայն չեմ լինի։ Ես ճիշտ եմ հասկանում, շատ լավ։ 5 արկանի տներ են կառուցել, բան չունենք այդպես։ Ես ես հասկացա։ Ճիշտ եմ հասկանում, որ ձեզնից պոտենցիալ ձայն տանողը դա Բարգավաճ Հայաստան Ծառուկյան դաշինքն է եւ դուք եք նրանց համար վտանգ ներկայացնում, մրցակցություն կա ընտրազանգվածի ձեր երկու ուժերի մեջ։ Գիտեք, ես կարծում եմ մենք վտանգ ենք ներկայացնում միայն իշխանության համար, եւ եթե Ծառուկյան դաշինքը անհանգստանում է մեր պահ, ուրեմն իրենք էլ են այդ իշխանության պատկերացումների մեջ։ Որովհետեւ Սերժ Սարգսյանը երբ որ հայտարարություն է անում, նա քննադատում է, փորձում է հարվածել ելք դաշինքին եւ ոչ թե Ծառուկյան դաշինքին։ Եթե իրենք են հաղթողը ՀՀԿ-ին, այդ ինչի չեն Ծառուկյան դաշինքին անդրադառնում, մեզ են անդրադառնում եւ մյուս կարևոր հանգամանքը պետք է մի մասով ձեզ հետ համաձայնվեմ, որ այո, եթե մարդիկ որպես ընդդիմություն են գնում, որ քվեարկեն, որպես ընդդեմ ՀՀԿ են գնում քվեարկեն Ծառուկյան դաշինքին, այդ ընտրազանգվածը ըստ էության սխալ ուղղությամբ է գնում եւ մենք ստիպված ենք եւ պարտավոր ենք ճշմարտությունը ասել։ Այդ ճշմարտությունը ասում ենք Գագիկ Ծառուկյանի խոսքերով։ Այն ինչ որ ինքը ասել է։ Արամ Զավենի Սարգսյանի նախկինում վարչապետ լինելու հանգամանքը արդյոք նշանակում է, որ նաև վարչապետի ձեր տեխնացուն։ Ոչ, մենք հայտարարել ենք, որ մենք վարչապետի 3 տեխնացու ունենք, առաջին եռյակի տեխնացուները, բոլորն էլ պոտենցիալ տեխնացուներ են։ Բոլորն էլ պոտենցիալ տեխնացուներ են։ Մենք նաև ասել ենք, որ գիտեք, հայկական ասացված կա, գետը մինչև չփորձես չտեսնես բոբիկանալը սխալ է, հա։ Կգնանք կհավաքենք 54 մանդատ, կհայտարարենք, այդտեղ մենք խնդիր չենք տեսնում։ Ներքին լարվածություն թեկուզ որոշ հարցերի շուրջ չկա ձեր ներսում, ասենք սա ասում եմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին ինչ որ որոշակի լարվածություն ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջև եղել է, դա լրիվ հաղթահարված է։ Գիտեք, ես կարծում եմ հաղթահարված է, որովհետեւ մենք ամեն բան արել ենք, որ մեր տարաձայնությունները հարթենք, սա մեկ, եւ մի կողմ դնենք նաեւ այն մոտեցումները, որ ինչ որ հարցերում համամիտ չենք, եւ նստել գրել ենք Հայաստանի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական 3 ուժերով։ Եվ նաեւ մենք դա ինչի ենք արել։ Մենք դա չենք արել միայն որ մենք ավելի հզոր բևեր ստեղծենք։ Մենք դա արել ենք նաեւ նրա համար, քանի որ մեծ քաղաքացիները անընդհատ այդ հարցով դիմել են։ Ինչ էին մեզ ասում։ Ասում են միավորվեք, որ մի բան կարողանաք փոխել։ Ընդդիմությունը պիտի միավորված լինի։ Մենք ասում ենք հիմա ընդդիմությունը միավորված է։ Հիմա մենք ձեր պահանջով միավորվել ենք, շարժվում ենք առաջ։ Եվ մեզ նաեւ միավորվել են բազմաթիվ տարբեր նախաձեռնությունների ակտիվիստներ, այսինքն կոնկրետ քաղաքական ուժերի թիվը 3-ն է ուշագիրը ստորագրած, բայց բազմաթիվ տարբեր ակտիվիստներ, որոնք տարբեր նախաձեռնություններում են եղել եւ չեն զիջում իրենց ունեցած գիտական, քաղաքական, մարդկային պոտենցիալով նաեւ իրենց թիմերով միացել են մեզ, միացել են ելքդաշինք։ Նախընտրական այս փուլում արդեն ուշ է, հետընտրական այ փուլում ում հետ է, որ ընդհանրապես որևէ դեպքում հնարավոր չէ, որ դուք դաշինք կազմեք կամ համագործակցության գնաք։ Մենք հայտարարել ենք, որ մենք բացառում ենք հանրապետական կուսակցության հետ որևէ կոալիցիայի ձևավորում եւ մենք ասել ենք, որ եթե մեզանից կախված լինի Հայաստանում իշխանափոխությունը, մենք կգնանք այդ իշխանափոխությանը։
այսինքն նաև մյուս ուժերի հետ չբացառելով։ Բայց ինչպես մենք տեսնում ենք, ուժերը իրար հերթ չտալով հայտարարում են, որ այ մենք կարող ենք կոալիցիայի մեջ լինել եւ այլն եւ այլն։ Հիմա քաղաքացիները որոշելու։ Գիտեք, եթե քաղաքացիները գտնում են, որ այն ինչ որ կա հիմա, դա լավ է, պետք է դա շարունակել, թող գնան ընտրեն այդ համակարգի ուժերին, որովհետեւ այսօրվա Հայաստանի իրողությունների համար բոլորը համահեղինակ են։ Այն ուժերը, որոնք կոալիցիաների մեջ են եղել վերջին 17 տարիների ընթացքում, նրանք համահեղինակ են։ Հիմա մի օր շուտ, մի օր ուշ դուրս են եկել կոալիցիայից, ասում են, գիտեք ինչ կա բան, հիմա քաղաքացին պետքա դատի։ Եթե քաղաքացին որոշի, որ ես վատ եմ աշխատել խորհրդարանում, լինելով ամենաակտիվ падգամավորը մեծամասնականով ընտրված, թող ձայն չտան մեզ։ Եթե քաղաքացին որոշի Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, թող մեզ ձայն չտա։ Եթե որոշեն, որ մենք լավ ենք աշխատել, մեր թիվը պետքա բազմապատկել, թող գնան քվեարկեն երկդաշինքի։ Երկու օրվա մեջ ճանապարհատրանսպորտային միանգամից երկու պատահար միտում կամ իշխանությունների մեղքը չեք տեսնում այս ամենում։ Բնավ որևէ միտում չենք տեսնում։ Մեզ ասում են, որ ձեզ աչքով են տալիս։ Ես ասում եմ, մեզ աչքով են տալիս մի պարագայում։ Չարքերի մատն է խառը։ Հա, կամ ընդհանրապես աչքով են տալիս մի պարագայում, երբ որ գործերը շատ լավ է։ Հիմա երկդաշինքի գործերը իրականում շատ լավ է։ Մեր քարոզությունը շատ լավ ընթանում է, շատ ակտիվ։ Մենք մեր քարոզարշավը կոչում ենք հաղթարշավ։ Մենք որ տարածք որ մտնում ենք, այ էլի իդ գնամ հարցումներին։ Մարդիկ շատ ջերմ են դիմավորում, շատ լուրջ պոտենցիալ ենք տեսնում, որ կոնկրետ քվեարկողների կոնկրետ ձայն է դառնալու այդ պոտենցիալը, եւ այդ հարցումները դա չի համընկնում որևէ կերպ։ Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ։ Ընտրվում եք, փոփոխություններ եք ապահովում եւ դրանով հաղթում եք ում։ Տեսեք, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք Հայաստանում երկար տարիներ հուսալքություն է սերմանվել, որ ընտրությունների միջոցով անհնար է որևէ բան փոխել։ Մենք ասում ենք, սիրելի քաղաքացի, այս անգամ այնպիսի տեխնոլոգիաներ են ներդրված, որ քո մեկ ձայնը պաշտպանված է։ Հիմա մնում է դու քո այդ մեկ ձայնը չփոշիացնես եւ տաս երկդաշինքին։ Այսինքն, վստահություն եք ներշնչում ընտրության նկատմամբ, որ մարդը այդ օրը գնա ընտրության, քվեարկի հանուն փոփոխությունների, որը երկդաշինքն է, որը այս համակարգի ուժը չէ, եւ Հայաստանը կհաղթի։ Երբ որ ասում ենք հաղթանակ, նկատի չունենք մեր հաղթանակը ինչ որ մեկի նկատմամբ։ Մենք նկատի ունենք Հայաստանի հաղթանակը։ Ինչ որ երևույթին։ Չէ, Հայաստանի հաղթանակը տարածաշրջանում, Հայաստանի տնտեսական հաղթանակը, Հայաստանի դեմոգրաֆիական հաղթանակը, Հայաստանի մեր սփյուռքի ներգաղթի հաղթանակը, սա է մեզ համար հաղթանակը, զոր Հայաստան։ Սա է մեր տեսլականը, որը իր առջև դրված բոլոր խնդիրները կարող է լուծել, թե հայ-թուրքական, թե Արցախի հիմնախնդիրը, թե հայապահպանության խնդիրը Սփյուռքում, ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն հզոր Հայաստանի դեպքում։ Շնորհակալ եմ ձեզ։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքներ, խոսքի իրավունքներ լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, երկդաշինքը ներկայացնող Էդմոնդ Մարուկյանը, մենք հանդիպենք ցտեսություն։